Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը։ Եվ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է բավականին հաճելի հանդիպում հյուրի հետ եւ իհարկե հետաքրքիր նորություններ, բայց նրանց մասին րոպեներ անց, որովհետեւ ես պատրաստում եմ շնորհավոր օրվա բոլոր հոբելարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, աստծօրհնությամբ, հարազատների գրկում եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ ասեմ, որ տեսահոլովակի հերոսը րոպեներ անց կլինի մեզ մոտ աղավարում, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Ուրբաթ կես գիշեր, դատարկ են շշեր, իսկ սիրտս ուզում է քեզ տեսնել, էլ ոնց դիմանամ, ասա իմանամ, ոչ համար ունեմ, ոչ ասե, որ մոտդ գամ, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիկ, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կեզ խոսքից, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիկ, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կեզ խոսքից, շաբաթ առավոտ ու էլի կարոտ, իսկ սիրտս գժվել ա, ուզում ա գալ կեզ մոտ, էլ ոնց դիմանամ, ասա իմանամ, ոչ գրում ես ոչ, զանգում որ մոտդ կա, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիկ, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կեզ խոսքից, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիկ, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կեզ խոսքից, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիկ,
Ստացիր ինձ քեզ խոսքից մի տանջիրելի Ես վստահ եմ, որ շատ հեռուստադիտողներ առավելս գեղեցիկ սերի ներկայացուցիչները, որ ֆանատորեն հետևում են նրա գործունեությանը, ավելի մոտ են ըստ ձայնը բարձրացրել են եւ սպասում են նրա այդ հանդիպմանը։ Րոպե չեմ կորցնում ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը Հայկ Հունանյանին։ Հայկ ջան, ողջույն։ Ողջույն Զինա ջան։ Ես քեզ կարոտել եմ, պարոն Հունանյան։ Ես էլ։ Ես լուրջ եմ ասում։ Ամենայն անկեղծությամբ ես էլ։ Ես ուզում եմ մի հատ այստեղ ինչ կուտակվել ասեմ ու անցնենք բուն թեմային։ Ես սիրում եմ, երբ որ Հայկ Հունանյանը լինելով երգիչ իր տեսակի մեջ նաև հայտնվում է ֆիլմում։ Եվ շատ դեպքերում ասում դու ինքդ գիտես չէ, որ ասում Հայկ այդ քոնն էր, Հայկ այդ քոնը չէր։ Հայկ հիմա դու որ եթերում ես կրկնակի քոնն է։ Գիտես ինչի։ Որովհետև դու ոնց որ Հայկ Հունանյանը լինես։ Ասա որ շատ են այնտենց ասել։ Ինձ ճանաչողները շատ են ասում։ Մանավանդ, երբ որ իմ ու քո ընկերները միասին տես հավաքվում ենք նստում խոսում ենք ու օրինակ Մարան Անտոնյան ասում է հայ մարդ կինոյում էլ այտենց հանգիստ խոսում, նույն տեմբրով, բան չի փոխվել, ասում հոր երևի ռեժիսորը տենց ա ուզել է, ցամ, լավ տենց է ուզել ռեժիսորը, թե այդ արդեն կերտած կերպարը Հայկ։ Համ ռեժիսորն ա ուզել, համ էլ շատ ջանք չեմ տալու։ Արտիստիզմը աշխատելու համար։ Ոնց կամ այդպես եմ, երևի այդ կերպարն էլ հետաքրքրել է էլի։ Այո, շատ է։ Իսկ ինչ որ չափով կան, ասենք, թեկուս սցենարային հատվածներ, որ ասում ես, մի տեսակ ինձ նման է։ Այդ Հայկը եւ կերպարը նմանություններ ունեն։ Ինչ որ չափով դե իհարկե սա կրիմինալ դրամա է։ Ինչ որ չափով որպես Հայկ նմանություն կա, բայց որպես կրիմինալ Հա։ դեմք Կապ չունի։ Իհարկե չունի։ Հավաքի ժամանակին չհաջողվեց համոզել մարդկանց, որ Բեկնան անեին սպանել։ Ամեն ինչ ուրիշ կերպ կդասավորվեր, եթե դուք սպանած չլինեիք Ջանային։ Բայց կա այն ինչ կա։ Թորգոմին հաջողվել է տղերքին համոզի, որ իրեքով եք պլանավոր է Ջանուի սպանությունը։ Իսկ մյուս իրեք հետ կապ չունեք ոչ սպանությունների, ոչ դրանք պլանավորելու հետ։ Բայց դե ոչ մի գարանտիա չկա, որ այդքանից հետո Բեկը չի ուզենա ձեզ սպանի։ Ու որն է հիմա ելքը։ Փախուստ կամ Դավոյի բարեկամի տարբերակը, որ գոնե իրեք հետ նստեք, իսկ մնացածի վրից հելնի մեղադրանքները։ Ես հիմա չեմ կարող ձեզ պաշտպանեմ, Գոր։ Ինչ ժամանակ է պետք տղեկին համոզեմ, որ Բեկը մեղավոր է։ Բայց դուք այդ ժամանակը չունեք։ Առավոտ զորոն կգա ձեր պատասխանի հետևից, ու դրանից էլ ամեն ինչ կհասկանանք։ Տղերք, ես չեմ կարող Համուի ու Արամի համից խոսամ, բայց ես պատրաստ չեմ իմ ազատության դիմաց ձեզ զոհաբերեմ։ Ես էլ։ Տղեկու եթե միակ ելքը փախուստն է, ուրեմն իրար հետ ենք փախնում։ Իմաստ կա քեզ համոզելու։ Չէ, չկա։ Ես կմնամ ու իմ հետ ամեն ինչ նորմալ կլինի։ Ոչ մի բան էլ նորմալ չի, ինչ ես անելու մենակ դրանց դեմ։ Ոչ մի բան։ Ոչ Բեկը, ոչ ոստիկանությունը չեն կարող ապացուցեն, որ ես կապ ունեմ այդ սպանությունների հետ։ Բայց չգիտես։ Ախ, որպես տղեկ փակեք էլի թեման։ Դուք ավելի լավ ասեք ոնց են կապի մեջ լինելու, երբ որ գնացիք։ Բայց Հայկը ծայրագությունից ծայրագություն երկ ներկայացնող արվեստագետ է։
Ես տենց էլ չհասկացա դու որ մի ֆորմատի մեջ ես քեզ լավ զգում, բայց ես հասկացել եմ, որ երբ որ մենք լինենք ընկերական շրջապատում ուտում խմում ենք ու դու ուզում ես քո սրտի խոսք ասել, դու միայն ազգագրական ոճով ես հանդես գալի, Հայկո։ Կարող է հենց էտա քոնը։ Խմած ժամանակ ասում Արոնն է խոսում էլի։ Հա, կա տենց բան, համաձայն եմ քեզ հետ։ Շատ լավ։ Հիմա համացանցում արդեն մի քանի օր է տարածվել է մի տեսանյութ, որտեղ առավել եւս ոչ թե տեսահոլովակն են ցույց տալիս, այլ բոլորը շոյված են եւ հիացած, որ եղբայրները նվեր են արել քույրիկին։ Պատմի, Հայկո։ Սկսեմ սկզբից, քույրս նշանված է, հարսանիքի պիտի տեղի ունենար մոտ ժամանակները, ինչ-ինչ պատճառով մի քիչ հետաձգվում, հա, մեր փեսան դուրսն է էլի ապրում։ Ու արդեն նախատեսած էր, որ ես պիտի հարսանիքի օրը ոնց որ անակնկալ անեինք, ու քանի որ հարսանիքը մոտ ժամանակներում չեղավ, տեսահոլովակն էլ արդեն պատրաստ էր, որոշեցինք ես ու եղբայրս սենց անակնկալը անենք, հավաքվեցինք են ամենամոտ բարեկամներով, գնացինք ու եղավ այն ինչ եղավ, հավաքվել էինք ու չէինք ասել ինչ է, ուղղակի ասել էի, որ երգի պրեզենտացիա է։ Հա։ Քույրս բացարձակ տեղյակ չէր ու հենց իր անունը տվեցին, որ այսօրվա առիթի իսկական մեղավորը դու ես, շոկի մեջ էր ու այդ էմոցիաները տեսակ բոլորդ այդ վիդեոյում, մի խոսքով ստացվեց անակնկալը, այո, մի բան էլ ավել չենք սպասում, տենց մեծ արձագանքի էլի, ու ես ուրախ եմ, որ գոնե մի չնչին չափով կարողացա ուրախացնել, երջանկացնել քրոջս։ Միշտ կլինեմ քո կողքին։ Տեսահոլովակի շնորհանդես, որը իհարկե մեր տաղանդավոր գործընկերոջ Հայկ Հունանյանի նոր երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն է։ Անի ջան, հիմա կզարմանաս, եղբայրները նվիրում են իրենց սիրելի քրոջը։ Այս երգը քեզ համար է։ Քո երկու եղբայրների Հայկի եւ Տիգրանի կողմից անակնկալ իրենց սիրելի քրոջը։ Միշտ կլինեմ քո կողքին, հիմա մենա իմ հոգին, դու ես որ կասկիտես, ուրիշ ես անգին, միշտ կլինեմ քո կողքին, շունչ ես տալիս իմ երգին, իմն ես հիմա, քույրս անգին։ Ասեմ, որ այս երգը վստահ եմ, դու շատ առիթներում ես երգելու, որովհետև այն որ ասում կպնում է, շաքարունի ու ջիգար կատարում է, ես վստահ եմ, որ հենց հիմա շատ առիթատերներ արդեն փնտրում են եզրեր Հայկ հետ գտնելու, ինձ զանգեք, ես այդ հարցերը կլուծեմ, ամենակարևորը, իսկ Հայկո երգը ինչ որտեղ արդեն կատարել ես, թե մի անգամ արեցինք ու վերջ։ Չէ, իհարկե։ Քույրիկ թեման շատ ակտուալ ու շատ սիրուն է։ Դրանից հետո հենց հաջորդ օրը կանչեցին ինձ հարսանիք, որպեսզի եղբայրը քրոջներ նվիրում։ Որովհետև վերջերս հասկացել եմ, հանդիսավարուհի եմ։ Շատ կա թեման, որը պարում է կամ դուստրը, հա, հոր հետ, հա, տենց լինում է, կամ ինչ որ անակնկալն անում մամային, բայց շատ քիչ է լինում, երբ որ քրոջն են անակնկալ անում եղբայրները ու միշտ ուրիշի երգեր են դրսից դնում, թեկուզ կամ ռուսերեն լեզվով, ասում են, այս երգը դրեք մենք տանգո պարենք թեկուզ, չէ՞։ Այս ամենաճիշտ երևույթն է, որ դու կատարել ես հիմա։ Շնորհակալ եմ։ Ապրեք։ Ասես թե երեք ձեռքը քո բռնած, խաղում ենք անհոգ
ախր ոնց անկած իմ փոքրիկ անուշիկ երբ անցան տարիները երբ անցան իմ պատիվ իմ ազնիվ մեծացար սիրուն հարսիկ դարձար Միշտ կլինեմ քո կողքին իմ ամենայիմ հոգին դու ես որ կաս գիտես ուրիշ ես անգին Միշտ կլինեմ քո կողքին շունչ ես տալիս իմ երկին իմն ես իմը քույրս անգին Ասես երազու ես հիմա լինեմ Հեքիաթն ես մեր տան քո ցավը տանեմ Դու իմ կյանք իմ պարծակ Երբ անցան տարիները երբ անցան Իմ պատիվ իմ ազնիվ Մեծացար սիրուն հարսիկ դարձար Միշտ կլինեմ քո կողքին իմ ամենայիմ հոգին Դու ես որ կաս գիտես ուրիշ ես անգին Միշտ կլինեմ քո կողքին շունչ ես տալիս իմ երկին Իմն ես իմը քույրս անգին Միշտ կլինեմ քո կողքին իմ ամենայիմ հոգին Դու ես որ կաս գիտես ուրիշ ես անգին Միշտ կլինեմ քո կողքին շունչ ես տալիս իմ երկին Իմն ես իմը քույրս անգին Միշտ կլինեմ քո կողքին իմ ամենայիմ հոգին Դու ես որ կաս գիտես քույրս անգին Միշտ կլինեմ քո կողքին շունչ ես տալիս իմ երկին Իմն ես իմը քույրս անգին Քույրիկս անգին Իսկ հիմա Հայկո, ես քեզ համար նախապատրաստել եմ բլից հարցեր երկար չմտածես, որովհետև անցած անգամվա իմ բլից հարցերը շատերի մոտ աշուտաշ էին անցկացրել, շատերը հատվածներ էին ուղղակի կտրել, տենց Facebook, Instagram-ում տարածել, կարող է շատերին դուր էր եկել Հայկի պատասխանը կամ շատերը գտել էին իրենց հենց այդ պատասխանի մեջ։ Ամփոփումը բլից հարցերով պատրաստ ես։ Գնացինք։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Երկուսն էլ Նախընտրած գույն։ Սև Սիրելի խոհանոց։ Հայկական։ Շատ լավ։ Հայկ սիրած կենաց։ Ծնողների կենաց Ապրես։ Սիրելի հայկական ֆիլմ ունես։ Վենդետան Մի արա։ Եթե Գյուղ թե քաղաք։ նայած ինչ հանգամանքներում Օրինակ։ Երկուսն էլ Հա, տենց ճիշտ ավելի։ Իսկ կյանքի հերոս ունես։ Կյանքի հերոս իմ կյանքի ամենամեծ հերոսը հայրս է եղել Ես չէի կասկածում այդ պատասխանն ես դու տալու։ Հայկը ունի հոբի։ Երևի թե էլի երգերաշտության հետ կապված Հայկ դու բլոգեր ես դարձել։
Այդ Աղջիկների հետ այնց խաղարկում է այդ կադրերը ամեն ես հիմա չեմ սպասում անկեղծ քո երգերին ես ավելի շատ սպասում եմ աղջիկների հետ հատուկ վիդեոների այդ ավելի կարևոր երևույթ է որն է Հայկի ամենամեծ վախը դավաճանվել սիրած մարդկանց կողմից դավաճանվել հոգեպես վախում ես դրանից ապրել ես այդ ցավը իհարկե լավ իսկ կարծիք ունես մեր մշակույթի մասին չասեմ կարծիքս վերջացավ երբ որ Հայկ ունենում է վատ տրամադրություն Հայկ ինչ ես անում դեմքիցդ երևում է խոսում ես արտահայտվում ես շրջապատիդ հետ կռվում ես թե փակվում ես ուղղակի Չէ, առհասարակ ես իմ վատ տրամադրությունը չեմ հանում, դուրս միշտ ամեն ինչի մեջ եմ պահում, գիտեմ դա սխալ է, բայց չեմ սիրում մարդկանց ծանրաբեռնել։ Շատ լավ։ Իսկ ունես հատուկ երազանքներ ինչ-որ ապագայի հետ կապված, որ դա նպատակ չէ, արդեն երազանք է, կա տենց բան, թե մեծացել ես դրա համար։ Երազում եմ հայ ազգս խաղաղ ապրի։ Փաստորեն դա արդեն երազանք է։ Իհարկե։ Շատ լավ։ Իսկ Հայկը ընդհանրապես իր ներքին ձայնի լսում է։ Իհարկե, միշտ։ Ստպուճուր Հայկո կա, որ կռվում է հետդ։ Միշտ։ Իսկ երկու հատ։ Հա, տենց։ Մեկը հակառակն ասում, մյուսը։ Ով է հաղթում։ Չես կար ասես։ Շատ լավ։ Կախված սիտուացիայից։ Իսկ երազներիդ հավատում ես։ Իհարկե։ Իմ երազները կատարվում են, ասեմ ավելին։ Հա, զգուշացնող երազներ էլ կան, չէ՞։ Հայկը, իսկ մի հարցել է ինձ հետաքրում, եթե հենց հիմա քո ձեռքին լիներ Աստծո ճրագը, բարեմաղթանք, ինչ կուզեիր։ Երևի իմ երազանքը հենց։ Հա։ Որ հայ ազգը խաղաղ ապրի, պատերազմ չլինի, մեր երեխաներն էլ մեծանան իրանց երկրում, ողջ առողջ։ Իսկ Հայկոն ունի կարգախոս։ Արեք են ինչ որ ձեր սիրտը ուզում է։ Այդ քո կարգախոսն է, բանա փոխվե քո կյանքում Հայկ։ Չէ, միշտ է եղել դա։ Լուրջ։ Ես միշտ անում եմ ինչ որ սրտանց ուզում եմ։ Որովհետև կյանքը կարճ է։ Եթե չանես, հետո կարող է ուշ լինի։ Հայկո, Իհարկե խոսքը վերաբերում է լավ բաներին։ Դե հո, պարսո, բան չասեցի։ Տեսախցիկը քոնն է։ Շնորհավոր օրվա բոլոր հոբելյարներին ու սրտումդ, ինչ կասա։ Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր հոբելյարներին ու մաղթում եմ, որ միշտ առաջ նայեք, միշտ լավ բաների մասին մտածեք, պոզիտիվ լինեք ու դրանով կգտնեք ձեր երջանկությունը։ Ապրես, շնորհակալ եմ շատ քեզ։ Ես եմ Բայց քանի որ ես բոլոր իմ ընկերներին պահանջում եմ, գիտես, դրա իրավունքն ունեմ, այդ ցուցակում նաև դու ես մտնում, հա։ Համեստություն արեք ձեր տանը։ Զանգարեք ինձ, ասեք, որ տեսահոլովակը պատրաստ է եւ առաջինը պետք է ներկայացնի Զինա Հակոբովնան։ Իհարկե, դա միշտ տենց է եղել։ Հա, բայց ես եմ զանգել ասել, տեսահոլովակը ուշանում է Հայկ ջան, չես ուզում գաս։ Բայց ես ավելի շուտ պիտի գայի, ուղղակի դու ինքդ տեսար, ես վատ առողջ էի, դրա համար չեկա, կներես ինձ Այք, ես քեզ շատ սիրում եմ, ուրախանում եմ քո յուրաքանչյուր հաջողությամբ, ու գիտես, ես հենց հիմա եթերում ոչ միայն հրավիրում եմ, այլ նաև պահանջում եմ, քանի որ Հակոբովնան ունի նաև այդպիսի թողարկման օրեր, որտեղ հանդես է գալիս սիրելի երգիչ բենդի հետ։ Պատրաստվիր, ես քեզ սպասում եմ այստեղ տղաների հետ միասին, քանի որ ես գիտեմ, որ դու վերջի ժամանակահատվածում բավականին լուրջ համերգային ծրագրեր ես ներկայացնում, թեկուզ մինի։ Իմիջիալոց հոկտեմբերի 25-ին իմ մենահամերգն է լինելու։ Սրտանց հրավիրում եմ։ Իսկ ով էլ չի կարող գնել, սրտաց հետևեք Զինայի ծրագրին։ Ես մի ինչ-որ մի բան կարող եմ ցուցադրել, շնորհակալ եմ շատ քեզ։ Իսկ այսքանից հետո, այն որ գողացել եմ, ինչ կարողացել եմ իրենց, փոխանցում եմ հեռուստաէկրաններից ենքում եւ ասում եմ ամեն աշխատանքային օն փնտրեք Հակոբովնայի 21 TV եթերում բարին ձեզ։
աչքս ընկավ բասի սարին կարծես նայում էր հայազգին ու կանչում էր գիրկն իր լանջի հերվում կանգնած այդ վիթխարին աղոտքը կարծես շուրթերին հայացքներ հարել երկնքին փափագում էր իր հայերին հայացքներ հարել երկնքին փափագում էր իր հայերին հայերի հետ է միշտ խաչը զորավոր հերոս արծիվների հոգին փառավոր պատմություն է կերտել հայը դարավոր չիմանալու թուրքին հողը կարևոր հայերի հետ է միշտ խաչը զորավոր հերոս արծիվների հոգին փառավոր պատմություն է կերտել հայը դարավոր չիմանալու թուրքին հողը կարևոր չիմանալու թուրքին հողը կարևոր Միանանք ու աղոտ կանենք խորանի առաջ խունք ծխենք մեր արջև նպատակ դնենք ու հայոց սուրբ հողին հասնենք հայը պիտի